Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ, ես Գեորգի Թովմասյանն եմ Թբիլիսից, Վրաստանից, Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահ եւ այսօր ձերեզ միասին մենք կխոսենք այն դե ֆակտո բլոկադայի մասին, որը Վրաստանը կազմակերպել էր փաստացի Վրաստանի այսօրվա իշխանությունները, Բիձինա Իվանիշվիլու իշխանությունը, ռուսական գործակալների իշխանությունը Հայաստանի դեմ եւ գիտեք, որ արդեն մոտավորապես 2 ամիս է հայկական ալկոհոլի արտադրանքը չէր կարող անցնել Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան։ Ունենք լավ նորություն այդ ուղղությունով եւ սկսեմ դրանից, որ 52 մեքենա կարողացել է անցնել Վրաստանով եւ մեկնել է Ռուսաստան, նաեւ վրացական կողմը ուրեմն խոստում է տվել, որ կլուծի մոտակա 5 օրվա ընթացքում հարցը 72 մնացած ուրեմն մեքենայի, բեռնատար մեքենայի հետ կապված։ Ուստի մենք սպասելու ենք նաև այս զարգացումներին, բայց զուգահեռ դրա կարևոր է, որ մի քանի օր առաջ Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանի խորհրդարանում ասել է, որ այս իրավիճակը, որը ստեղծվել էր, շատ վտանգավոր էր հայկական բիզնեսի ներկայացուցիչների համար։ Ուստի մենք սրանով արդեն հասկանում ենք, որ շատ վտանգավոր ճակերտներում իրավիճակ է ստեղծվել, որը պատճառներ չունի։ Վրացական կողմը հենց այստեղ մենք տեսնում ենք, որ հայտարարում է, որ սա որևէ առանձնահատուկ դեպք չէ եւ ամեն ինչ գնում է իր կարգի, 2 ամիս բեռնատար մեքենաները կանգնած են։ Դրանից առաջ 35 տարի հանգիստ անցնում էին, որևէ խնդիր չի եղել, բայց չգիտես ինչու սա նորմալ գործընթաց է։ Իհարկե սա կեղծիք է։ Սա նորմալ գործընթաց չէ։ Բացի դրանից մենք տեսնում ենք, որ այս ստուգումները փաստորեն իրականում կապ չունեն Վրաստանի հետ, որովհետև այս ապրանքը գնալու էր դեպի Ռուսաստան, բայց հետաքրքիրը նաև այն է, որ Վրաստանի ուրեմն գյուղատնտեսության նախարարը Դավիթ Սոնղուլաշվիլին պետք է այցելեր ուրեմն Հայաստան եւ հանդիպում ունենար, բայց այդ հանդիպումը, այդ այցը տեղի չունեցավ եւ ի վերջո խոսք է գնում նրա մասին, որ փոխնախարարը կարող է այդպիսի այց կազմակերպի, որովհետեւ շատ զբաղված է Սոնղուլաշվիլին եւ չի կարող մասնակցել հանդիպմանը։ Սա նաև նշանակում է, որ չնայած նրա, որ Հայաստանի հետ կա ռազմավարական հարաբերություններ, այսպիսի խորը հարաբերություններ, մենք փաստոցի տեսնում ենք, որ նույնիսկ նախարարը զբաղված է եւ չի կարող գնալ մասնակցել Հայաստանում հանդիպմանը, որը կլուծի լուրջ հարց, որը Հայաստանի տնտեսության նախարարը բնութագրել է ինչպես շատ վտանգավոր։ Հետաքրքիրը այն է, որ ես մի քանի ԶԼՄ-ի տվյալներ եմ կարդում այս թեմայով եւ ռադիոազատությունը փաստացի նաեւ տարածել էր տեղեկատվություն եւ սրա մասին նաեւ խոսում է Open Caucasus Media-ն, որ իբրև Վրաստանի դեսպանության արչեւ ցույցում մասնակից ուրեմն քաղաքացիներին Վրաստանի դեսպանության ներկայացուցիչը Հայաստանում ասել է, որ գնացեք Վրաստանում վրացիքին դատի տվեք։ Հիմա ես ձեզ ասեմ, եթե սա իրականությանը համապատասխանում է, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ արեք Վրաստան, դիմեք դատարանին, որը որոշումներ է կայացնում նույն Բիձինա Իվանիշվիլու ցանկությունով։ Այդ նույն դատարանը, այնտեղ ուրեմն չկա մեկ դատավոր, որը ազատ որոշում կկատարի։ Այսպիսի բան ուղղակի չկա։ Եվ սա նշանակում է, որ առաջի հերթին այնպիսի համատեքստ է տրված վրացիքի դեմ Վրաստանում, ուստի Վրաստանի դատարանը պետք է պաշտպանի վրացիքին հայերի դեմ, անհասկանալի է ընդհանրապես ինչ համատեքստ են ստեղծում։ Բացի դրանից շատ նեգատիվ է 2 ամսվա ընթացքում այս գործընթացը, նեգատիվ է այն, որ այց պետք է տեղի ունենար, տեղի չի ունեցել, բայց փաստացի մի մասը թողեցին այդ բեռնատարների Վրաստանի տարածքով եւ հիշեցնեմ ձեզ, որ զուգահեռ դրա ուրեմն
Թելավիում, Վրաստանի քաղաքներից մեկում տեղի ունեցավ ոչ ֆորմալ հանդիպումը Վրաստանի խորհրդարանի այդպես կոչված նախագահ Շալվա Պապուաշվիլի եւ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, եւ ես կարծում եմ, ենթադրում եմ, որ այդ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ նաեւ հայկական կողմը կբարձրաձայներ այս խնդիրը, որովհետեւ սա համար 1 խնդիրն է դարել հայ-վրացական հարաբերություններում հիմա։ Ընդհանուր առումով դրական եմ գնահատում այս փոփոխությունը, ես ենթադրում եմ, որ կարող է այս հարցը դառնալ շատ ավելի մեծ ուշադրության կետ եւ ոչ միայն Վրաստանի եւ Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի եւ միջազգային պետությունների հանրության կողմից, այսպես ասեմ, որովհետեւ հաշվի առնելով, որ Վրաստանը 2 ամիս խոչընդոտներ լուրջ ստեղծեց Հայաստանին, ապա սա նաև նշանակում է, որ այս 2 ամսվա ընթացքում շատ հնարավորություններ է ստեղծվել, որ ուշադրություն դարձնեին այս հարցին նաև ուրիշ պետությունները, եվրոպական այդ թվում պետությունները եւ այլն։ Եվ Հայաստանը նաև իր ներդրումը կունենար նրանում, որ այս հարցը մի փոքր ավելի լայն առում ստանար, քան թե Հայաստան-Վրաստան հարաբերությունները։ Ինչու՞։ Որովհետև ես կրկնում եմ, որ Վրաստանը այսօր վրացիքի կողմից չի ղեկավարվում։ Երբ մեկնաբանություններում մեկ-մեկ տեսնում եմ վրացիքի մասին են խոսում, կարամ ձեզ ասեմ, վրացիքի կողմից չի ղեկավարվում, հասկանում եք, դուք Հայաստանում նաև ունեցել եք այս փորձը, երբ պետությունը ղեկավարվում է Ռուսաստանի կողմից, եւ հիմա Վրաստանը ղեկավարվում է Ռուսաստանի կողմից։ Բիձինա Իվանիշվիլին կատարում է այն հրամանները, որը ստանում է Ռուսաստանից, եւ իրանք ուզում են ստեղծել հայ-վրացական նաև խնդիր եւ Հայաստանի դեմ օգտագործել Վրաստանը ինչպես գործիք։ Նախկինում, անցյալում Հայաստանն է օգտագործվել Վրաստանի դեմ ինչպես գործիք, եւ դա նաև տեղի էր ունենում, ասեմ ձեզ, երբ Հայաստանում ռուսական իշխանություններ էին։ Ուստի զարմանալի այստեղ որևէ բան չկա։ Այստեղ հարցը նրանում է, որ սա եւս մեկ անգամ ցույց է տալի ինչքան կարեւոր է պայքարը Վրաստանի անկախության համար, Վրաստանի եվրոպական ճանապարհ վերադառնալու համար եւ հարգելի հայրենակիցներ, երբ ձեզ կոչ են անում գնալ դատարան, ես այդ դատարանում եղել եմ շատ անգամ այս վերջերս, հաշվի առնելով, որ իմ դեմ 2 դատական 3, որը միավորվեց եւ դարավ 2 դատական գործ էր ծավալվում, մեկի ընթացքում արդեն որոշում կայացրեցին, 5000 լարիով, այսինքն $1800 տուգանել ինձ Ռուսթավելիի վրա գտնվելու համար, մյուսի համար այդ որոշումը նաև կայացրեցին, մեկը արդեն վճարել է, մյուսը մոտակա ժամանակներում պետք է վճարեմ, ստանամ դեռ եւ հետո 7 օրվա ընթացքում վճարեմ այդ $1800 եւ ասեմ ձեզ, որ սա, որը կիրառվել է բոլորի դեմ մեր քաղաքացիների, շատերի դեմ նկատի ունեմ, ով մասնակցել է այդ ցույցերին եւ կարելի ասել բոլորի ով ցույցերին մասնակցել է, սա ոչ օրինական է։ Ուստի եւ ձեզ խորհուրդ են տալում գնալ վրացական դատարան եւ դատի դիմել վրացիքի դեմ, ասեմ դες, որ վրացիքին է վրացական դատարանը այնպես դատում, ինչպես Բիձինա Իվանիշվիլին կցանկանա։ Եվ ես այդտեղ ոնց որ հայ չեմ ներգրաված, նկատի ունեմ Վրաստանի քաղաքացիների մեջ իրանք չեն տարբերում էթնիկ ծագում ունեցող մարդկանց, բայց 90-ից ավել տոկոսը իհարկե այդտեղ մասնակցող ցույցերի շատ մեծ մեծամասնությունը հայ համայնքից ես նույնիսկ կարամ ասեմ, որ ելույթ ունեցողներից հաստատ մենակ եմ, ցավոք, իսկ մասնակիցներից շատ քիչ քանակի է երիտասարդ նաև ուսանող մասնակցում, ընդհանուր առումով հայ համայնքից, որովհետև բարդ իրավիճակ է հայ համայնքում, սա առանձին թեմա է, մենք ձեր հետ սրա մասին խոսել ենք, ելի կխոսենք, որովհետև սա մնում է բարդ թեմա, ինչպես ադրբեջանական համայնքից էլ կան մասնակիցներ, այդտեղ էլ կա բարդ թեմա, հատկապես այն, որ Ալիևի համակարգը փորձում է այնպես անել ադրբեջանցիք նաև չմասնակցեն ցույցերի մեջ։ Ընդհանուր առումով ուզում էի սրանով ասել ձեզ, որ վրացական դատարանը վրացիքի դեմ է գործում եւ հաշվի առնելով սա, երբ թե իրոք դեսպանությունից ուղարկել են ձեզ
դեպի վրացական դատարան, ապա գիտեցեք, որ սա ուղղակի խեղճ կատակություն է, որովհետև սա նշանակում է, որ հիմա այդ դատարանը, որը մեր դեմ է աշխատում Վրաստանի քաղաքացիների, ուզում են Հայաստանի դեմ որ աշխատի։ Փաստորեն Մուրուսիզե Չինչալաձե կլանի այդ դատարանի ղեկավարներն են, իրանց են ուզում հիմա տալ հնարավորություն Հայաստանի ճակատագիրը որոշի նաև։ Եվ հիմա այստեղից հարց. որտեղ պետք է լինի Վրաստանի հայ քաղաքացին։ Իհարկե, ցույցերին, իհարկե, ռուսական իշխանությունների դեմ եւ Վրաստանի եւ Հայաստանի եվրոպական ճակատագրի համար։ Ես համոզված եմ, որ ամբողջ հայությունը, Հայաստանի հայությունը, Սփյուռքը հայությունը այս կոչը կաներ եւ կանի, հուսով եմ, գրեք ձեր մեկնաբանությունները Վրաստանի հայությանը, որ ճիշտ վայրում կանգնեն, ճիշտ տեղում եւ ճիշտ կողմ ընտրեն, որովհետեւ մյուս կողմից գտնվելուց հակառակը ստեղծում են խնդիրներ Վրաստանին, Հայաստանին եւ սպասարկում են ռուսական սցենարը։ Ցավոք։ Ուստի հուսով եմ, որ նոր հարցեր չի ստեղծվի։ Հուսով եմ շարունակություն չի ունենա այս թեման, իրոք 5 օրվա մեջ կորոշեն նաև 72 մնացած բեռնատարի հարցը եւ խոսենք սրա մասին եւ իրոք ուրիշ հիմա գինուց բացի, հիմա չեն սկսի ալկոհոլից բացի, չեն սկսի ուրիշ ոլորտին, հայկական կատնամթերքում մի բան գտնել, հետո ինչ որ միտեղ ուրիշ տեղ մի բան գտնել եւ այլն։ Հուսով եմ դա տեղի չի ունենա եւ Վրաստանը չի շարունակի լինել գործիք Հայաստանի դեմ Ռուսաստանի ձեռքում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք ցտեսություն։